Խաչատրյան Ալֆրոնն Մալացի պետտեղակալը։ Մալացի պետտեղակալը, քեզ Վարդան Ալյանն, հաստաբան Խաչելյան, պարոն Խաչատրյան, չէ՞։ Ներխուժումը տեղի ունեցել, այս տրանսպորտային միջոցը խնդրում ենք ներխուժումը վերացնենք հանեք այստեղից։ Ներխուժում որտեղ է տեղի ունեցել։ Սեփականության իրավունքով պատկանող տարածքում ներխուժումը տեղի ունեցել, դեռ ներկայացնեմ սեփականության իրավունքով վկայագիրը։ Այո, իհարկե, եւ հատակագիծը, որտեղ հստակ երևում է, որ այս տարածքը սեփականության իրավունքով պատկանող է։ Ձեր ազգանունը ոնց էր։ Վարդան Ալոյան։ Պարոն Վարդանյան, ուրեմն սենց Ալոյան։ Ալոյան։ Այո։ Պարոն Ալյան, ուրեմն սենց ասեմ, ես մանրամասները դուք հայտնել եք ամեն ինչի վերաբերյալ, ես այդտեղ կոնկրետ ներխուժում կհամարվեր են ամեն ինչը, եթե Փարիզ պապատ լիներ տարածքը, սահմանազատված է սահմանազատված լիներ տարածքը տարածքը, հենց հիմա կարող եք տեսնել սահմանազատված է։ այդտեղ ամեն ոք կարող է մտնել այս տարածք, կարող է դուրս գալ այս Շատ տարածքից։ լավ, բայց ամեն ոք չի կարող գույքը վնասել, դրա համար կանչել ենք Գույքի հետ ոստիկանությունն ենք ազանգել, որպեսզի ներխուժումը վերացնեն։ Այստեղ ներխուժում ես չեմ տեսնում հարգելիս։ Իսկ ինչ վերաբերում է գույքին, գույքի հետ կապված քաղաքապետարանի մեր ներկայությունը կներկայացնի ինչն է պատճառը, այդ պատճառը թող մոտենան ներկայացնեն ինչ են անում, հասկանանք իրավական հիմք ունեն թե չունեն ու իրավունք ունեն թե չունեն։ Պաստառների հետ կներկայացնեք, խնդիրը որն է, որ Ինքնական տեղադրված արտաքին գովազդներն են, մեր ավականու 37 որոշումը 2005 համաձայն տեղական ինքնակառավարման մարմին, կոնկրետ Երևանի քաղաքապետարանը իրավասու է առանց տնտեսվարողին տեղեկացնելու, ապամոնտաժելու ինքնական տեղադրված գովազդները։ Նախ եկեք արձանագրենք, որ սա չի հանդիսանում գովազդ, սա իրազեկման ակցիա է, գովազդի մասին օրենքով սահմանված կարգով հստակ նախատեսված է, թե ինչն է հանդիսանում գովազդ։ Սա գովազդ չի հանդիսանում։ Մեկ, երկրորդը, մեր տարածքը ամբողջությամբ սահմանազատված է, ես տրանսպորտային միջոցներ մտնելու համար էլ արգելափակոց անցան, որպեսզի մուտք գործեն։ Հիմա մենք խնդրում ենք ոստիկանությանը կառավարության որոշմամբ սահմանված կարգով վերացնել ներխուժումը, մասնավորապես այս տեխնիկան այստեղից հանել, նաև այն աշխատակիցները քաղաքապետարանի, ովքեր եկել են այս պաստառները ապամոնտաժելու, իրանց նույնպես տարածքից հանել, վերացնել ներխուժումը։ հասկացած, պարոն Ալյան ջան, ուրեմն եթե մեր գործողությունների մեջ քաղաքապետարանի կամ ոստիկանության արձագանքի մեջ տեսնում եք որևիցե այլ նկատառումներ կարող եք մոտենալ եւ հաղորդում ներկայացնել վերօրյալի կապակցությամբ։ Խնդիրը հետեւյալումն է։ Իմ հորդորն է, իմ խնդրանքն է չխոչընդոտել։ Այստեղ խոչընդոտում երևի 3 օրվա ընթացքում տեսել եք, որ որևէ տեղ, որևէ ձև ֆիզիկական կամ որևէ այլ կերպ խոչընդոտում տեղի չի ունեցել։ Խոսքը գնում է հասարակական կարգը ապահովում։ Այստեղ խնդիրը հետևյալն է, պարոն Խաչատրյան։ Մենք հիմա ինչ ենք ասում ենք, օքեյ, մենք թեկուզ ապօրինի ենք անում քաղաքապետարանի մասին խոսք էլի, կամ ոստիկանության գործողությունները լավ իրավաչափ չի, ոչինչ, թողեք մենք անենք, թող այս պաստառները հանենք, Սամվել Կարապետյանի լուսանկարը այստեղից հանենք, կարևորը հանենք, մեր առաջ դրված խնդիրը րոպե առաջ այդ լուսանկարները այստեղից հանելը։ Հետո դուք գնացեք կբողոքարկեք իրավաչափ կլինի, չի լինի տարիներ հետո ինչ կունենաք։ Այդ ընդունելի մոտեցում չի։ Հենց հիմա ակնհայտ երևում է, որ տարածքը սահմանազատված է։ Այս տարածք հենց այնպես ոչ մեկ չի կարող մտնել։ Որ ապօրինություն է տեղի ունենում։ Դուք հիմա ասում եք սենց ասեմ էլի։ Հարգելիս մենք մի կողմ ենք գնում, գործողություն են կատարում, գործողություններից հետ կապված ես այն ամեն ինչը ներկայացրեցի ձեզ։ Մնացած հարցերով կմոտենաք, կբողոքարկեք, կհարուցվի, քննությունը կպարզվի։ Ակնհայտ է։ Մի կողմի սահմանազատված, ասում եմ, ձեր ակնհայտ երևում է, որ սահմանազատված է։ Իմ խնդրանքն է, որ չխոչընդոտենք որևիցս մեկը մեկին, առանձնանանք մենք ինչքան պետք է ապօրինությանը չխոչընդոտեք։ Այստեղ ապօրինություն ո՞րն է։ Ապօրինություն քաղաքապետարանի գործողություններն են, որտեղ գովազդ չհանդիսացող նյութը գործում է գովազդի հոդվածի հիման վրա հանել։ Գովազդ չհանդիսացող նյութը, այստեղ ամենակարևոր շեշտադրումից մեկը դա է։ Ոնց կբացատրեք դա, պարոն Առաքելյան։ Տեսեք, գովազդի մասին օրենսդրությամբ կարգավորումա թե որն է գովազդ, որը չէ։ Դա հարցը հարգելի հաստաբանը այլ կարծիք ունի, որ դա գովազդ չի։ Բայց մենք հիմնավորել ենք, որ գովազդի մասին օրենքով սա գովազդ է։ Դուք հիմնավորել եք որտեղ։ 3-4 օրը։ Որտեղ եք հիմնավորել էլի։ Ուղղակի բանավոր խոսքերը պրոստը եկել եք, ասում եք հանում ենք ու վերջ։ Հիմնավորում որևէ որոշում, որևէ իրավական ակտ, որևէ բան գոյություն չունի։ Ուղղակի բանավոր կարծիք այն ինչ-որ մեկի մտքերն է, որ այո, կարելի է սա դիտարկել որպես գովազդ եւ գնալ հանել։ Ընդհանրապես սա, այստեղ խնդիրը այստեղ է, պարոն Խաչատրյան։ Մենք հանդիպում, երրորդ անգամը ձեզ ներկայացվել է եւ գովազդի մասին օրենքը եւ Երևան քաղաքի ավականու որոշումը, որը գովազդի մասին համապատասխան օրենքի համապատասխան կետով լիազորումը յուրաքանչյուր համայնքի ավականու իր համայնքում արտաքին գովազդի տեղադրման կանոններն ու չափորոշիչները սահմանելու։ Այդ սահմանված չափորոշիչների եւ կանոնների հիման վրա 33-րդ կետի հիման վրա, եթե կա ինքնական տեղադրված գովազդ կամ գովազդի միջոց,
Համայնքը իրավասու է, կոնկրետ Երևանի քաղաքապետարանը իրավասու է ապամոնտաժելու ինքնակամ տեղադրված գովազդը կամ գովազդի միջոցը։ Գովազդ բառը, բայց գովազդ չի սա։ Ամենակարևոր նշումն է։ Որ չի պատկանում Սամվել Կարապետյանի այս իրազեկման ակցիային։ Եվ կասեք, սա ինչ է գովազդում։ Մոնտաժում է իրականացում նաև Արաբկիր վարչական շրջանում։ Ունդեղ էլ ուրիշ պաստառներ կամ խանութներ։ Ինքնակամ Ժորժյան, այստեղ ամբողջ հասկացած Ինչ է գովազդվում։ Ինչ է գովազդի մասին օրենքով ֆիքսում է թե ինչն է գովազդը։ Տեղեկատվության տարածում, հա հիմա ես չեմ ուզում ցիտեմ գովազդի մասին օրենքը։ տեղեկատվության տարածում գովազդ է, պարոն Արաքելյան։ Դե ֆիքսացա էլի, դե հիմա Ժողովրդան ակնհայտ է, որ դա գովազդ չի։ Պարոն Խաչատրյան, մի հատ շատ կարևոր նկատառում էլի։ Կներեք էլի։ Կներեք, Սպանում դուք ասում եք Ես ուղղակի խնդրեմ ժողովուրդ տեղափոխվեք մի հատ Պարոն Խաչատրյան, ապօրինություն է, տրամաբանություն է։ Երբ որ ապօրինությունն է, դա բանը քննությունը կպարտի Պահի ջան, կներեք, պարոն Խաչատրյան, մի վարքյան ավետ։ Ալյան ջան, տարանք առանձնանանք մենք խոսենք։ Հստակ արձանագրենք Ես ուզում եմ իմ խոսքն ասեմ, ոստիկանությունը ստեղը հասարակական կարգ ապահովելու ու պահպանելու նաև ներխուժումը վերացնելու։ Ներխուժման հետ կապված դուք հաղորդում եք ներկայացել ոստիկանություն, այդ ամեն ինչը կպարզի քննություն։ Ահազանգ եմ արել։ Ահազանգը դա հաղորդման մի միջոց է, հարգելի։ Ահազանգ եմ տվել, որ այստեղ ներխուժում կա։ Ինչպես տեսակ, այս տեխնիկան որ մտավ արգելափակոցներից։ Արգելափակոցներից ով ասես կարող է մտնել։ Ով ասես կարող է մտնել, Վճարովի ներս մտնող մարդիկ ընդհանրապես մտնում են վճարովի տարածք, այդտեղ խանութներից բան գնում անում կամ զվարճանքի տավայրերից օգնում գնում են։ Ոչ մեկ չի մտնում տարածքը վնասելու։ Հիմա այս տարածքը երբ որ կվնասեն, այս պաստառները վնասելու մասին ակնհայտ։ հասկացա, երբ որ վնասում են ձեր գույքը, գույքի հետ կապված կարող եք դիմել հաղորդում ներկայացնել։ Հիմա պարոն Խաչատրյան, ձեր ասած այն է, որ մենք այս պայն բոլորս, այստեղ ներկա բոլորը գիտեն, որ վնասվելու է։ Բայց մենք ասում ենք թող վնասեն, գնացեք հետո տեսեք ինչ կանեք։ Օրինական ճանապարհով եք փախցվել սա։ Այո։ Իսկ ինչ են պնդում, որ դա օրինական չի։ Իրանց պնդումն է, հիմա ինչի՞ պիտի իրանց պնդումը առաջնահերթ դիտարկվի։ Քննարկելու հարցը չէ արգելից։ Չէ, քննարկելու հարցը ոչ թե փոկելուց հետո։ Ոչ թե ստեղ, այլ համապատասխան ոչ թե վայրում։ փոկելուց հետո պետք է դա քննարկվի, այլ պետք է քննարկվի հստակ որոշվի, որ դա մի վարքյան չէ, ավետ ջան, հստակ հասկանանք։ Ավետ ջան, չէ, եթե անեք իմաստ չունի։ Արգելի Մեր փաստաբան։ ստեղ ելնելը իմաստ չունի, եթե Արգելի փաստաբան։ Մոտենանք ենքում չխանգարենք։ Հիմա մենք արդեն խոչընդոտում ենք։ Չէ, չենք խոչընդոտում։ Մենք Հենց հիմա այս մեր կանգնած վայրով խոչընդոտում ենք։ Պարոն Խաչատրյան, իրավունք ունեն, ուրեմն իրավունք չունենալու հետ կապված հայտարարում եք, որ իրանք իրավունք ունեն։ Դուք արդեն իսկ հաղորդում եք ներկայացել։ Դուք հայտարարում եք, որ Քննությունը իրանք կպարզի։ իրավունք ունեն։ Ես խնդրում եմ ես կողմեք։ Դա մի վարքյան ժողովրդան, չէ, մենք պիտի պարզենք իրանք իրավունք ունեն, թե չունեն։ Դուք հաղորդում ներկայացել եք ճիշտ։ Ասում պետք է հասկանանք իրանք իրավունք ունեն, թե չունեն։ Իրավունք որ չունենա, այստեղ էին եք ես ուզում։ Ապօրին են եկել։ Մարդը ես հենց հիմա հայտարարում եմ։ Պարոն Արաքելյանը ձեզ ներկայացրեց, չէ՞ ինչի հիման վրա են։ Ես հստակ հայտարարում եմ, որ իրանք գործողությունները ապօրին է, պարոն Խաչատրյան։ Ապօրինի Ես հստակ հաղորդումը հայտարարում եմ։ ներկայացրեց, մնացած հանգամանքները կպարզվի։ Եթե ապօրինի այս մարդիկ կպատժվեն, Բայց չկանխենք սահմաններում։ հենց հիմա ապօրինությունը չկանխենք, ասենք եկեք գնանք, հետո կգանք։ Ապօրինություն ստեղ չենք Պարոն տեսնում։ Խաչատրյան, ես հստակ տեսեք քարտեզով ցույց եմ տալիս։ Ես քարտեզը Այստեղ հստակ եմ ու տարածքն էլ ամբողջությամբ սահմանազատված է, ինչպես տեսակ։ Սահմանազատված չի, փակ չի տարածքը, որը որ ձեր Տարածք կարող են տեխնիկան կարող են մուտք գործել բացառապես սահմանված վայրը, որտեղ արգելափակոց է դրված եւ ֆիքսվում է, որտեղ տրանսպորտային միջոցն է։ նշված տարածք, ով ասես կարող է մտնել։ Ով ասես կարող է մտնել, միայն մեր թույլտվությամբ, եթե մենք թույլ տանք, չեն կարող։ Քանի որ սա Այստեղ շատ կարևոր վճարովի ավտոկայանը Ճավի ավտոկանատեղի իմաստը ոչ թե մտնել գույքը վնասելն է, այլ ավտոկայանն հետո դուրս գալն է։ Հենց հիմա փորձ է կատարվում գույքը վնասելու։ Դուք ասում եք թող վնասեն, հետո կգանք։ մոնտաժումը են ձեր փակցված գովազդը, ոնց որ Գովազդ ասեց, չի սա։ մեզ Տեսեք, ներկայացնում գնում եք գովազդը, խաղավարկածով, որ քաղաքապետան ինչ ասի, դա է ճիշտը։ Այդ շատ վատ բանը, մոտեցում է, պարոն Խաչատրյան, չի կարելի ասել, եթե քաղաքապետանն է ասել։ հարցը չեմ որոշում։ Դե հիմա իրանք ասում են գովազդա, Ես դրա համար ոստիկանության ներկայացուցիչ եմ։ Դուք հայտնում եք ձեր, ասենք ամեն ինչը, որը որ վնասում են կամ չգիտեմ, պոկում են, դրա հետ կապված դադարեցնում միջև վերջացնենք, տղեկ։ չէ, ձեր գործը արեք։ Պարոն Խաչատրյան, Դուք հաղորդումը ներկայացրել եք։ Ասում եք, որ ներխուժում չկա այստեղ։ Այո։ Եվ ասում եք, որ քաղաքապետանի գործողություններն օրինաչափ է, դրա համար Օրինաչափ, անօրինաչափը կպարզի քննություն։ Դե եթե մի վարքյան, ձեր հաղորդումը դուք վստահ չեք, որ իրանց գործողությունները օրինաչափ են, բայց ասում եք, նորից եմ ասում, ես ստեղ հասարակական կարգի հասարակական կարգը պահելու համար խնդրում Ինչ վերաբերում է, ես իրաց չեմ կարող դուրս հրավիրել ստեղից, որովհետեւ սեփականները ձեզ լիազորում է։ Հավաքանու որոշման իման վրա, ապա մոնտաժումը
Հիմա Փակցված, ձեր կողմից փակցված։ Մի կողմից ասում եք, որ Պաստառ օրինական է իրանց գործը, մյուս կողմից ասում եք, չգիտեմ, հետո կերևա։ Օրինական, անօրինականը ձեր հաղորդման հիման վրա կպարզվի։ Եթե օրինական չենք թողնում անել դա։ Ինչն է անօրինական։ Անօրինականը հենց է հիմա գույքը Արեն վնասել է։ Առաքելյանը քաղաքապետարանի մեր աշխատակիցը, ես չգիտեմ որտեղ է աշխատում, ձեզ բացատրեց։ Գովազդի բաժնի ղեկավարը։ Գովազդի բաժնի ղեկավարը բացատրեց իր Մոտեցումը։ Հետ կանգնեք մի քիչ, մի խանգարեք։ Մի վարքյան ժողովրդյան սպասեք։ Ժողովրդյան, մի քիչ հետ կանգնեք, մի խանգարեք։ Ոչ մի չի խանգարել։ Ես ընդհանրապես ուզում եմ արձանագրել, որ դու ասում եք, չգիտենք, օրինական է թե արձանագրված արգելիս։ ուզում եմ արձանագրել, որ դուք չգիտեք սա օրինական է թե չէ, բայց ձեր հաղորդման վրա, ձեր հաղորդման հիման վրա ամեն ինչ արձանագրված է։ որ այդ գործողությունը իրականացվի։ Չգիտենալով թե դա Մենք միջոց ենք ձեռնարկում, մենք հասարակական կարգ ենք ապահովում։ Քաղաքացին ահազանգել է ոստիկանություն, որ կանխեք իր գնահատական ապօրինությունը։